կինը իրավունք ունի մտնի հնձան եւ տղամարդը միայն պետք է այնտեղ աշխատի, քանի որ կինը, որ մտնում է հնձան, կնոջ բույրը վերածում է գինին ջրի։ Ասորեստանի Բալավատ քաղաքի դարպասների ուրեմն փեղկի վրա բրոնզ է շատ հետարքիր բան կա, տեսարան կա, ոնց են ասորեստանցիները գինի գերեվարում Հայաստանից։ Մեր պատմության ամբողջ ընթացքում ամենաշատը ուրարտական ժամանակաշրջանն է, որ գինով փայլում է, ամենալավ գինու սոմելիաներն են միշտ ասել։ Սամերը Դավլաթամեսյանցին ասում է գինին առհասարակ միակ խմիչքն է, որ սիրտը ուրախացնում է, որպես գինին անարյուն զոհ մատուցելու տարբերակա չէ, իհարկե, վանի նույն մահերի դրան արչև արձանագրություններում հիշատակված է, որ խաղաղագործությունը եւ գինեգործությունը այսպես ծագել է շուրջ 8000 տարի առաջ, հա, ավելի վաղ Արենի քարայից, հավանում են նրանք առաջի հայ բիզնես լեդին, ով առաջի խաղողի այգիները ուներ։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ, ես Նոյեմին եմ։ Սիրելի ունկնդիրներ, այսօր մենք կբացահայտենք հայկական գինու պատմությունը։ Կհասկանանք, թե ամենահին հիշատակումները երբանից ունեն, կփորձենք գուշակել կամ պատմական փաստերի վրա հիմնված ասել, թե երբանից է սովորական խաղողի հյութը դարձել աստվածների խմիչք գինի։ Եվ այս մասին պատահական չի, որ իմ տաղավարում Հայաստանի գինու պատմության թանգարան հիմնադրամի տնօրեն Հայկ Գյուլամիրյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, գիտեմ, որ շատ զբաղված եք, բայց կարևոր թեմայի մասին խոսելու համար ինքնություն գալը եւս պակաս կարևոր չի։ Ձեզ շնորհակալություն, սիրով։ Հայկական գինու պատմությունը շատ հին է, որքան ես գիտեմ, եւ ընդամենը մի քանի տարի առաջ հնագիտական պեղումների բացահայտումները ցույց տվեցին, որ առնվազն 6100 տարեկան է, ինչը փաստում էին Արենի քարանձավում գտնված հսկայական գինագործարանները, այսպես ասած, որոնք ունեին, եթե չեմ սխալվում, ծիսական նշանակություն։ Բայց կարծում եմ իմ նեղ լրագրողական մտածողությամբ, եթե 6100 տարեկան այդ քարանձավում արդեն կար գինեգործարան, առնվազն դրանից ավելի հին էլ պիտի լիներ այդ մշակույթին, այդ որակին հասնելու համար, թե սխալ եմ պատկերացնում։ Շատ ճիշտ եք պատկերացնում։ Ասեմ, որ այսպես ենք ասում, որ խաղաղագործությունը եւ գինեգործությունը այսպես ծագել է շուրջ 8000 տարի առաջ, հա, ավելի վաղ Արենի քարայից, բնականորեն Մերձավոր Արևելքի տարածքում, երբ որ մարդը բնական սելեկցիայով կարողացել է տարանջատել այդ խաղողի տեսակները եւ առաջի այսպես մասնավորապես հայկական լեռնաշխարհում փաստված ամենավաղ այսպես խաղողի կորիզը ածխացված, գիտենք, հայտնի է Առատաշենի հնագիտական հուշարձանից, որը գտնվում է Արմավիրի մարզում, եւ համաժամանակյա հուշարձանը էլի հայկական լեռնաշխարհի տարածքում տեղակայված գտնվող, այսպես Վրաստանի հարավային հատվածում տեղակայված, այսպես կոչված Շուլավերի Շոմութեպե այդ մշակույթը, որ ինչի հիման վրա իրենք ասում են, որ իրենց գինեգործության պատմությունը 8000 տարեկան է։ Այսպես մարդը առաջի անգամ նեոլիթյան, հա, սա նեոլիթի ժամանակաշրջանն է, քարեդարի ժամանակաշրջանը բաժանում ենք, չէ, երեք փուլերի՝ պալեոլիթ, նեոլիթ եւ էնեոլիթ։ Այսինքն էնեոլիթը արդեն Արենի քարանձավն է, նեոլիթը, երբ որ նեոլիթյան հեղափոխությունը տեղի ունենում, մարդը սկսում է արդեն որոշակի օրեն բնակավայրեր կառուցել, կա կերամիկական նեոլիթ, կա նախակերամիկական նեոլիթ, երբ որ մարդը սկսում է խեցեղեն սարքել, մինչ այդ չէր սարքում խեցեղեն, եւ արդեն սկսում է այդ հավաքչությամբ ու արդեն ընկալել, ինչպես պարոն Գասպարյանն է միշտ ասում, Արենի քարայրի հեղինակը, այսպես, որ ալկոհոլային ռևոլյուցիա տեղի ունեցավ նաև էնեոլիթի ժամանակաշրջանում, միգուցե նաև ավելի վաղ նեոլիթի ժամանակաշրջանում, երբ որ մարդը առաջի անգամ խաղողը ճզմեց եւ փորձեց խմել եւ իր աշխարհայացքը ամբողջությամբ փոխվեց էլի դեպի Արմավիրում գտած այդ կորիզները ենթադրում են, որ ուղղակի խաղողի մշակույթ է եղել, թե արդեն գինու մշակույթի մասին է հուշում։ Սա խոսում ենք խաղողագործության մասին, մասնավորապես Առատաշենի պարագայում մի քանի ածխացված կորիզ է գտնվել համապատասխան շերտից,
ածխեցված, որոնք այս Vitis veniferae եւ Vitis silvestrisi միջնորում տեղակայված այսպես խաղողի տեսակներ են, այս մորֆոլոգիական տեսանկյունի, այսինքն վայրի եւ մշակովի այսպես արանքում տեղակայված խաղողի կորիզներ են, բայց դա անցումային շրջանն է, բայց չենք կարող ասել, որ հենց գինեգործությամբ զբաղվել են, որտեղ որպես այդպեսին չունենք ֆիքսված որևիցե գինու արտադրամաս նեոլիթյան ժամանակաշրջանում թվագրվող նույն իրավիճակն է նաև Վրաստանում այդ իրենց մշակույթ նաև հայկական լեռնաշխարհի տարածքում տեղակայված այդ հուշարձանները չունեն որևիցե գինու արտադրամասեր։ Դրա համար չեն կարող ասել, այսինքն եթե ամանի մեջ խաղողի ողկույզները մնացել են եւ հյութը ինչ-որ ստեղծվել եւ թթվել է, դա չի նշանակում, որ դու արդեն գործ ունես գինու հետ կամ զարգացած գինե արտադրության հետ։ Բոլորովին ուրիշ իրավիճակ է Արենի քարանձավում բնականաբար։ Արենի քարանձավի մասին պատմեք, հասկանանք այդ ինչպես եք որոշում, որ այնտեղ գինեգործարան է եղել։ Նախ իմիջիալոց ասեմ մյուս տարի արդեն Արենի քարանձավի 20-ամյակն է հայտնաբերման, արդեն տեսնում եք քանի տարի անցավ 2007 թվականին, երբ որ հայտնաբերեցին Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ մի շարք միջազգային գործընկերներից համատեղ պարզվեց, որ գործ ունեն գինու արտադրամասի հետ, հայտնաբերեցին քարայրի, տեսեք իր այդ միկրոկլիման այնքան լավն էր, որ պահպանվել էին բոլոր շերտերը։ Եվ հայտնաբերվեցին ուրեմն առագաստը այն վայրն է, որտեղ խաղողը ճզմվում է, կարասներ, գինու ձեռածեպ պատրաստված բնականորեն այն ժամանակ Նա ցանկացած կարաս իհարկե ավելի շատ ձեռածեպը, բայց այն ժամանակաշրջանում, այսինքն եթե խոսում ենք 4 հազարամյակի սկիզբ, հա, մեր թվականությունից առաջ, տեղակայված փոքր խարասները, առագաստ, գինու մնացորդներ, շիվերի մնացորդներ, կորիզների մնացորդներ, որոնք ուղարկվեցին ռադիոկարբոնային հետազոտության եւ ունեցան բացառիկ տվյալներ, որոնք ապացուցեցին 6100-ամյա գինեգործության պատմությունը, այսինքն դա մի արտադրամաս էր եւ ծիսական արտադրամաս էր, ինչպես դուք նշեցիք, քանի որ ցանկացած նման օրինակ, եթե այսօր աշխարհի քարտեզի վրա տեղակայենք Մերձավոր Արևելքի գինու հուշարձանները, դրանք հիմնականում ամենավաղ հուշարձանները ծիսական բնույթ են կրում։ Այսինքն իրանք քիչ քանակությամբ են պատրաստել գինի, հաշվի առնելով առկա կարասների մեջի ծավալները եւ ունեցել են սակրալ նշանակություն, էլի այսպես։ Ինչու ենք որոշում, որ դա սակրալ նշանակություն է եւ ասենք, չգիտեմ, արքայի կամ առաջնորդի համար պատրաստվող բան չի եղել, ասենք միջավայրը քարանձավի օգտագործելով որ որակյալ գինի ստանան եւ ինչու ենք մտածում դա ծիսական է եւ ոչ թե ասենք կենցաղային օգտագործման, ուղղակի մեծ չափերով։ Նաեւ տեսեք, ծիսականի մասին փաստում են այն հանգամանքները, որտեղ կան հայտնաբերված նաեւ թաղումներ, քարայրում, չէ՞, գիտեք 3 թաղումներ հայտնի, ընդ որում գանգերի թաղումները իրականացված են այդ գինեգործական այդ արտադրական հատվածներում, ամենամեծ փաստը դա է։ Ոչ միայն դրանից բացի, կարծեմ, եթե չեմ սխալվում, մարդկային ոսկորների մնացորդներ էլ հայտնաբերվել են որոշ կարասների հարևանությամբ եւ կարասների մեջ մինչեւ անգամ դրա համար ինքը մի քիչ այսպես ոնց է քարայրը իբրև հուղարկավորության տիրույթ միշտ ընկալվել է օրինակ հայկական լեռնաշխարհի համատեքստում, տեսեք, սկսած վաղ, եթե վերցնենք ամենավաղը, հա, Արենի քարայր, որպես մարդը թաղվել է ինչ որ ուղակի կամ անուղակի զետեղարանում, քարայրի իբրև արգանդ, նաեւ ինչ որտեղ համարում ենք բնության, որտեղ մահ ծնունդ միշտ քարայրը, չէ, ասենք նույն արչի պաշտամունքը, որ գնում քնում է, ծնվող հարություն առնող աստվածությունները, Գրիգոր Լուսավորիչ, Սառան, եթե նայենք 5 տակարանը, մինչև անգամ գալիս ենք Գեղարդի վանական համալիր, երբ որ քարայրը էլի ծառայում է որպես ուսիպարնիցա ռուսերեն ասեմ դամբարան, որտեղ հանգչում են պրոշյան իշխանների ոսկորները, այդ նույն ավանդույթը շատ հետաքրքիր է, էլի քարանձավի այդ քարայրի իբրև հուղարկավորության տիրույթ ու միանշանակ վստահ ենք, որ ծիսական նշանակություն է ունեցել ժամանակին Արենի քարայրում, որտեղ ինքնին որ մուտք է գործում, քարայրները միշտ ոչ միայն կացարաններ են եղել, ուղակի կացարաններ, այլ նաև կապ հաստատող անդրաշխարհի հետ զետեղարաններ, այսպես հայտնի է, էլի։ Պատահական է, որ դուք Մհերի դրան ագրավուքարի դրան տեսքով եք ստեղծել թանգարանի մուտքը ձեր։ Ճիշտն ասած,
ճարտարապետով աշխատում էր, տենց հատուկ չէր ֆիքսվել, որ պորտալը լինի մահերի դուռը, հետո ես նմանացրեցի, ճիշտ ասած, շատ նման էր Վանի ամրոցում տեղակայված մահերի դռանը, սեպագիր արձանագրություններով, շատ հետաքրքիր էր։ Եվ որոշեցինք եւ մինչ օրս ասում ենք, որ այդ դռները բացեցինք, փոքր մահերը փակվեց, Զեմզեմ դաղա չէ նաեւ կոչվում։ Զեմզեմը միջալոց բան միջին ասիայ թուրքմենները Զեմզեմ անվանում են վիշապներին, ոչ թե վիշապամողեսներին, վառաններ, այսպես ասած, շատ հետաքրքիր է, դա միտրայականության հետ կապակցվող մի մհեր, փոքր մհեր, միտրա, սա տենց նույն ակունքներն է, էլի գալիս, դրա համար որոշեցինք բացել։ Որոշեցիք բացել եւ բայց փոքր մհեր դեռ շարունակում է չարխի ֆալակ այնտեղ պատտել, դեռ դուրս չի եկել։ Դեռ դուրս չի եկել, սպասում ենք։ Տեսնենք այս տարի համբարձմանը կամ վարդավառին դուրս կգա, թե դուրս չի գա։ Բայց փաստորեն ձեր թանգարանի կոնցեպտն էլ քարանձավային էֆեկտ ստանալն է, թե ուղղակի դա էլի երկրորդական ստացվել է համադրվել։ Հենց հատուկ նախատեսված է եղել ժամանակին, որ քանի որ առաջի քարայրը գտնվել է, առաջի գինեգործանը գտնվել է Քարայրում եւ Հայաստանի գինու պատմության թանգարանը պետք է զետեղված լինի Քարայրում։ Եվ ինքը ինչ որ կենթանի թանգարան է ինչ որտեղ, որովհետեւ բնությունն է, քարայրներն են, ոնց որ շնչող թանգարան է։ Անընդհատ հասկանալի է փոշի բան եւ այլն արտեֆակտների վրա, բայց շատ հետաքրքիր է, էլի մեկ մտնում ես ամբողջությամբ ժայռ, քարանձավի մեջ ենք, փաստորեն 8 մետր խորությամբ բազալ տեղապարների մակարդակում եւ մի շարք զբոսաշրջիկներ անգամ չեն հավատում, որ քարանձավի մեջ ենք, մասնավորապես բայց շատ հետաքրքիր է, էլի ասում։ Գինու պատմությունը արդյոք սկսում է այդ 8000 տարեկան կորիզի հայտնաբերումից, թե ավելի վաղ կամ ավելի հին շրջանը, որտեղից է շղթան սկսում։ Թե նոյնահապետից ենք գալիս ու նոյնահապետից ենք ավանդազրույցի։ Ավանդազրույցի, այո, նոյնահապետի միշտ գիտություն եւ այդ ավանդազրույցներ տարբեր նժարների վրա են, չէ՞, միշտ հանդիպում։ Բայց երբեք իրար չեն հակադրվում։ Միշտ չեն հակադրվում, հետաքրքիր է, նժարը մեկ թեքվում է այս կողմ, նժարը թեքվում է մեկ այն կողմ, չէ՞, ասենք շատ հետաքրքիր է այդ համատեքստում։ Բայց օրինակ իմ համար ես այդքան երբևիցե չեմ կարևորել թե որ երկրում եւ երբ է սկսվել գինեգործության արտադրությունը կամ որ ժամանակաշրջանում, parza ինչ որ կետի վաղ սկսվել է գինեգործությունը եւ զարգացում եւ ցանկացած ամեն սկիզբ սկսվել է ինչ որ կերպ, բայց ընթացքն է շատ ավելի իմ համար հետաքրքիր եղել տարբեր հասարակություններում, տարբեր թագավորություններում, ասենք մասնավորապես Ուրարտոյում գինեգործությունը ինչքան զարգացած է եղել այդ մակարդակի զարգացածությունը, որ մինչ օրս ես օր-օրի զարմացել եմ, թե ոնց են իրենց ծավալներ հաշվել, թե ոնց են ամբարել գինին, թե ինչ կարևոր մակարդակի է պետական եղել գինին իրենց համար, որ ինչպես է պահեստավորվել պատերազմական իրավիճակներում, ինչպես են գերեվարել Ուրարտուի գինին հարևան ասորեստանցիները։ Եկեք պատմեք, այդ բոլոր ինչուրները հետաքրքիր են, որովհետև իսկապես բացում են շերտեր, որը մեզ համար անհասանելի է, իսկ դուք հնագետներ երբեմն թաքուն եք պահում, ես չեք ասում։ Շատ ֆանտաստիկ է իրականում, մասնավորապես մեր Երևանում տեղակայված Կարմիր Բլուրի Թեյշեբայինի հուշարձանախումբը, որտեղ բախտ եմ ունեցել աշխատել ժամանակին ուսանող տարիներին, երբ որ 1950-40-ականները 80 թվականներին Բորիս Պետրովսկու ղեկավարությամբ պեղումները մեկնարկեցին, Միջնաբերդում բացվեց 8 մառան, գինով լի, կարասներով լի, որ գինու մառաններ է բացվել, բնականաբար գինին չէր պահպանվել, մնացորդներ որոշակիորեն Մոտ 450 գինու կարասներ 8 մառաններում տեղակայված։ Բոլորում միասին, թե ամեն մեկում 450։ Չէ, բոլորը իրար հետ 400 շուրջ կարաս, ամեն մեկը 1 տոննա եւ ավել։ Դա մոտավորապես 1 միլիոն լիտր գինի է ամբարվել այդ մենակ Կարմիր Բլուրի Միջնաբերդի տարածքում, մենք չենք խոսում արդեն Ստորին քաղաքը, կա Վերին քաղաք, հիմնականում քաղաքները ունենում եւ ունենում Ստորին քաղաքներ, Ստորին քաղաքները ուսումնասիրել են, բայց ոչ ամբողջությամբ իհարկե։ Այնտեղ էլ են հայտնաբերվել։ Այնտեղ հələ չի հայտնաբերվել, բայց վստահ եմ ժամանակի ընթացքում թե Էրեբունիում է կան մառաններ հայտնաբերված, Ուրարտական մի շարք այլ քաղաքներում, Արևմտյան Հայաստանում, ասենք Ռուսախինի լինկը լինի դա, կլինեն մի շարք այլ քաղաքներ, միշտ արկա են Ուրարտական քաղաքներում գինեգործության այսպես մառանները եւ գինեգործությունը միշտ արկա են, ընդ որում շատ հետաքրքիր փաստ կար ֆիքսված, որ ենթադրում են որոշ գիտնականներ, որ ունեին մառաններ հատուկ մաճառի համար, ունեին մառաններ հատուկ արդեն կայացած հնեցված գինու համար,
որոնց մասին փաստում են որոշ արձանիկներ, ասենք թե բանի, ձկան արձանիկներ կան եւ կարիճի արձանիկներ, որոնք համաստեղության հետ են կապակցվում, այսինքն այսպես ձուկը ավելի վաղ ձուկը ավելի վաղ մաճառն է, այն արդեն նոյեմբեր, արդեն հասուն գինու ժամանակաշրջան, արդեն 6 ամիս անցել է մոտավորապես, արդեն գինին արդեն հնացվել է, արդեն կարող սմպել։ Իսկ այդ կարասների բանի մնացորդների վրա հնարավոր է, ասենք գինու տարիք էլ որոշել, կամ ինչքան է հնեցված, ինչքան չի հնեցված, ռադիոածխածնային մոդելով։ Չէ, չի լինի դա, ցավոք։ Լավ բան եք ասում։ Դա ավելի շատ ծառերին է վերաբերում, դենդրոխրոնոլոգիա գոյություն ունի, երբ որ բաներով ծառի այդ օղակներով որոշում են երբ է կտրվել ծառը եւ քանի տարեկան էր ծառը։ Հա։ Եվ կարասները 1 տոննա եւ ավել, եւ յուրաքանչյուր կարաս ունեցել է իր վրա իերոգլիֆներ, որը փաստում էր նրա տեղադրությունը շարքում, հավանաբար, եւ սեպագիր արձանագրություններ, որոնք փաստում էին ծավալը, կոչվում է ակարկի եւ տերուսի, 1 ակարկին շուրջ 240 լիտր է եւ 1 տերուսին 0.11 ակարկի, այսինքն սրանք հաշվարկներ են կանգուն միավորով հաշվարկները իրականացրել են։ Կարող մի շատ լավ հետազոտող Բրաշինսկի նա մասնավորապես շատ մեծ անդրադարձ է կատարել ծավալներին, անոթների ծավալներին, ոչ միայն Ուրարտում, հելենիստական աշխարհում, որովհետև մինչ օրս շատ հետաքրքիր էկոնոմիկական հետազոտություն է սա, ինչու են ժամանակին խմել, ասենք թե այս կարասների մեջ կամ այս անոթների մեջ, ինչ ծավալ է օգտագործել միջինը, չէ, եղել է ցարական Ռուսաստանում դույլային հաշվարկ, չէ, եղել է ժամանակին, ինչու է այսօր 0.75 գինու շշերը, մի շարք sense հետաքրքիր։ Խնդրում բացեք, դուք ամենակ հարցերն եք տալիս եւ պատմությունը չեք պատմում, ինչու։ Օրինակ 0.75 ինչու է գինու շիշը։ Չգիտեմ։ Շատ հետաքրքիր է, ժամանակին առողջ մարդու թոքերը փչման տեխնոլոգիայով է, չէ, պատրաստվել շշերը։ Առողջ մարդու թոքերը կարող են 0.75 չափի շիշ փչել։ Դա է եղել հիմքում ընկած։ Վեդրինի այդ ռուսակ ցարական, դա չգիտեմ ինչու է հենց այդպես կոչվել, բայց տենց հաշվարկ են ունեցել ծավալի։ Կանգուն միավորը եղել է բանում։ Դա ուսումնասիրության թեմաներ են, այդ ինչուները նաև ուսումնասիրության ենթակա առարկաներ են նաև։ Լավ, գնանք հիմա Ուրարտու, որտեղ Ուրարտում շատ հարցեր մնացին։ Այդքան գինին ինչ պիտի անեին։ Մենակ միջնաբերդում, Կարմիր բլուրի մենակ միջնաբերդում 450 կարաս գինին ինչ պիտի անեին։ Պահանջարկ եղել է, միանշանակ սպառվել է, որ դա ծիսական, մենակ ծիսական չէր կարող լինել, չէ՞։ Այսինքն կարող զորքով օգտագործել։ Զոհաբերություններ մատուցել են, որպես գինին անարյուն զոհ մատուցելու տարբերակա չէ, իհարկե, վանի նույն մահերի դրան արչև արձանագրություններում հիշատակված է, որ զոհաբերությունները իրականացվել, ասենք չգիտեմ, գինու հեղման արարողություններ եւ այլն եւ այլն։ Վանի արձանագրության մեջ կան, որ այսինչ աստծուն սպիտակ ցուլ, այսինչ մեկը այսքան, բայց դրան զուգահեռ նաեւ գինու զոհաբերություն, ինչպես էր դառնում։ Դա կոնկրետ չգիտենք թե ինչպես է իրականացվել այդ գինու զոհաբերությունները, բան տենց ուրարտական ժամանակաշրջան, որպես այդպես չի փաստված, բայց այն հանգամանքը, որ իրանք յուրաքանչյուր քաղաք ունեցել են նման հսկայական ծավալի գինի, միայն զոհաբերության մասին չի, դա իհարկե տնտեսության ինչքան զարգացված է եղել, ինչքան մեծ սպառում է տեղի ունեցել, որ քաղաքները ունեցել են, դա միայն քաղաքները, միջնաբերդը, այսինքն դա նշանակում է, որ ինքը ավելի բարձր մակարդակի խավի ներկայացուցիչների համար նախատեսված գինին է, այլ չասած մնացած մարդիկ ինչքան սպառում է եղել, էլի բնականորեն շատ հետաքրքիր է։ Իսկ հնարավոր է պարզել, թե ոնց են պատրաստել այդ գինին։ Չէ, դա էլ չենք կարող ասել հենց կոնկրետ տեխնոլոգիաները, մենք գիտենք, դա շատ բան չի փոխվել մեծ հաշվով, այսինքն ճզմել են հենց մառան բան գինու արտադրամաս ստեղծելու հնձան ուրարտական ինձ հայտնի չի։ Ամենայն դեպս մենք ունենք այդ մառանները ուրարտական ժամանակաշրջանաթվագրով նույն տեխնոլոգիայով պետք է լինի ճզմել են ոտքերով, ամբարել են, ոնց է, ունենք ամենավաղը դե արենին է համարվում, բնականաբար էլի ոտքերով են ճզմել 4000-ին, այդ նույն ավանդույթը եկե հասել է մինչև հելենիստական ժամանակաշրջան ունենք շատ նման օրինակ հնձաններ, օրինակ Ագարակի հնավայրում, չգիտեմ եթե եղել եք Արմավիրում ունենք, Արմավիրում այրաքաղաքի պեղումներով փաստված։ Այդ հելենիստական շրջանի։ Այդ արդեն հելենիստական շրջանի։ Այդ մեծարությունը երրորդ դար էր։ Մեր թվականությունից առաջ Արմավիրը եւ մինչեւ, ասենք 4 դարից մեր թվականությունից առաջ մինչեւ մեր թվականության 3-րդ դար, այսինքն ուշ անտիկ ժամանակաշրջան այսպես կոչված։
Ու այո, Urartu-ում չունենք փաստված այդ տեխնոլոգիան ոնց է իրականացվել, բայց լիքը միջնադարյան օրինակներ ունենք, նույն տեխնոլոգիան պետքա որ լիներ, էլի, ոնց են կարասները մշակում ճրագուներով, թզի փոշիով, ոնց են կարասները մշակել ներսից, դրսից, որպեսի չկաթա հետագայում հողի մեջ է տեղակայված եղել, հնեցում են կարմիր բլուրում են կեսով չափ ավելի շատ 80%-ը թաղված էր հողի մեջ։ Հողի մեջ ինքը դե կավն էլ պորիստի է, կավը հետարքիր օդափոխանշնչող է ինքը, էլի բնականաբար։ Միշտ կավի մեջ ջուրը սառնա չէ լինում, այնպես բան կա, դրա որտեվ շնչում է ինքը։ Շատ հետարքի է։ Դրա համար օրինակ Վրաստանում հարևան կա վևրիա կոչվում, մեր մոտ կոչվում է կարաս, Եվրոպան աչում է բան չէ, փիթոյ, հսկայական այդ կարասները։ Իսկ վրացիները մեր հարևան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ արդեն գրանցված, բոլոր գյուղերում իրականացում կառուցում են, սարքում են այդ կարասները, իսկ մենք կորցրեցինք կարասագործության ավանդույթը ցավոք սրտի։ Այսօր չունենք մենք կարասագործություն Հայաստանում։ Այդտենց հնարավոր է վերականգնել։ Իհարկե հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է։ Թռցման վառարաններ է պետք ստեղծել։ Իսկ կարծում եմ բոլոր գինու գործարանները Հայաստանում ակտիվ պետք է համախմբվեն, ստեղծեն կարասագործության արդեն այդ ավանդույթը, որովհետև վերականգնեն, այո, վերականգնեն ավանդույթը նկատի ունեմ։ Որովհետև մի շարք գինու գործարաններ հնեցնում են նաև գինին կարասների մեջ, որոնք 18, 19, 20-րդ դարերի կարասներ են, էլի, որոնք արդեն իրենց կյանքը ապրած կարասներ են, միանշանակ պետք է վերականգնել ավանդույթը, միանշանակ, որովհետև բոլորս ձգտում ենք եվրոպական մեթոդներով իրականացնել Հայաստանում ինչ որ չափ տեղական խաղողն է եւ այլն, պահամանները դրսից, բայց այդ ավանդական տեխնոլոգիան պետքա վերականգնել, ուստի նաեւ Հայաստանի գինու պատմության թանգարանը մի նոր շատ հետաքրքիր նախաձեռնություն սկսեց, մենք կառուցում ենք միջնադարյան հնձան, միջնադարյան տեխնոլոգիայով ճարտարապետություն, այսինքն համապատասխան ճարտարապետներ, ովքեր զբաղվում են հուշարձանների վերականգնմամբ, նախագիծ իրականացրեցին եւ արդեն այս տարվա ավարտին կունենանք հնձանը, հսկայական ինքը հնձանը, որտեղ հնարավորություն կունենան այցելուները ոտքերի միջոցով ճզմել ինտերակտիվ, հենց ճզմել, ստանալ միջնադարյան տեխնոլոգիայով գինի եւ շշալցնել կամ չգիտեմ ինչ որ անոթների մեջ, օյնախոյաների մեջ լցնենք եւ հետագայում մատուցենք իրենց։ Ձեր թանգարանում պատմվող ամենահին ցուցանմուշը ո՞րն է։ Մեր թանգարանում ամենավաղ ցուցանմուշները թվագրում են 4000-ամյակի վերջով, մեր թվականությունից առ վաղ բրոնզի ժամանակաշրջանով, ավելի մի քիչ ուշ, Կուր Արաքսյան մշակույթը գիտեք, 5 առարկա ունենք այդ ժամանակաշրջանից ու գալիս ենք միջև միջնադար, էլի։ Ամենաուշ առարկան Գարեգին Նժդեի գավաթն էր, որը ժամանակ մեր մոտ էր, հիմա ցավոք սրտի այլևս մեր մոտ չի, վերադարձրել ենք Թորնիկին էր ժամանակավոր ցուցադրության նպատակով տրամադրել մեզ։ Գոնե պատճեն անեինք։ Դե իրականը պետք է լինի էլի, ամեն ինչի պատճենն է չենք կարող անել։ Եթե խոսենք Կուր Արաքսյան այդ մշակույթի հնության մասին, այդտեղ ինչ գիտենք գինու պատմության մասին։ Այդտեղ որպես այդպիսին էլի շատ ինֆորմացիաներ չունենք, Երևանում Կարմիր բանի Շենգավիթի հնավայրը գիտեք, այնտեղ որոշ հնագիտական հետազոտությունների փաստվել են այդ կրատերները, հողի մեջ թաղված այդ կարասները, որ ենթադրվում են, որ այստեղ հնարավոր էր գինու, դե բոլոր այդ կարասները բանը եղել է ժամանակին։ Բնականաբար, եթե եղել է ունեցել ենք Արենիում գինեգործության այդ մշակույթը, բնականաբար ինքը շարունակական է եղել, էլի, արդյոք մարդը արդեն սկսել է պատրաստել գինի բնականորեն։ Բոլոր կարասները որ ժամանակաշրջանի են դրանք Շենգավիթում հայտ։ Վաղ բրոնզի ժամանակաշրջանը, այսինքն էնեոլիթից հետո Արենից հետո։ Տարեթվերով ասեք, որ մարդիկ հիշեն։ 4000-ամյակի վերջ, ասենց Քրիստոսի Սարջ 3001։ Քրիստոսի Սարջ 3001, այսինքն 5000 տարի առաջ շուրջ էլի, 6000 տարի առաջ էր Կուր Արաքսյան մշակույթը արդեն 5000 տարի առաջ էր։ Այնտեղ էլ ունենք արդեն այդպես արտադրական ծավալների բաներ դեռ։ Չունենք, մեր մոտ ավելի շատ կարասային անոթներ են, սափորներ են, շատ հետաքրքիր, այդ սև փայլեցրած այդ խեցեղենը, որ ոչ մի մշակույթի հետ չես տարբերի, ծիսական նաև նշանակության առարկաներ, վառարաններ, օջախներ, ֆենոմենալ մի մշակույթ է, որը տարածված է Կուր եւ Արաքս գետերի միջանկյալ հատվածում փռվում է ամբողջ այո։ Եվ որոշ հետազոտողների այո այնտեղ գտնվել են կրատերներ, որոնք պետք է կապված լինեն գինեգործության հետ Երևանում։ Էլի վերադառնանք Urartu, գիտենք որ
թագավորները իրենց կանանց թագուհիներին այգիներ էին նվիրում, դրա մասին գրավոր հիշատակություններ թողել են։ Դա էլ է հավելյալ ինֆորմացիա տալիս, որ այնքան է կարևորվել, որ թագուհին պիտի իր սեփական այգին ունենար եւ զբաղվեր գինեգործությամբ, թե գինեգործությամբ տղամարդիկ էին ամեն դեպքում զբաղվում։ Ինձ թվում է ամեն դեպքում տղամարդիկ են զբաղվում գինեգործությամբ, որովհետեւ նաեւ միջնադարում մի հատ շատ հետաքրքիր աշխատություն կա, Գիրք-Վաստակոցը, հիշատակում է, որ կինը իրավունք ունի մտնի հնձան եւ տղամարդը միայն պետք է այնտեղ աշխատի, քանի որ կինը, որ մտնում է հնձան, կնոջ բույրը վերածում է գինին ջրի, այսպես։ Իսկ այո, урարտական ժամանակաշրջանում, ինչպես հայտնի է, Վանի հարավում հայտնաբերված սեպագիր արձանագրության, Մենու արքայի թողած արձանագրության, ով նշում է, որ կառուցել է ջրանցքներ, քաղաքներ եւ իր աղջկան կամ կնոջը, որովհետեւ սեպագիրը համ կնոջն է վերաբերում, համ աղջկան, նվիրում է Թարիրիային եւ անվանում նրա անունով Թարի Խինիլի։ Թարի նվիրված այգիներ անվանում ենք նրանք առաջի հայ բիզնես լեդին, ով առաջի խաղողի այգիները ուներ։ Դա հիմա մշակում էր, չէր մշակում, չգիտենք, չենք կարող իմանալ, բայց ամենայն դեպս հավասարազոր էր խաղողի այգիներ հիմնելը, քաղաքներ եւ ջրանցքներ կառուցելու, ինչպես նաեւ հիշատակում, այնքան կարեւոր է իրենց համար եղել, մինչեւ անգամ Ասորեստանի Բալավատ քաղաքի դարպասների, ուրեմն փեղկի վրա բրոնզե շատ հետաքրքիր բան կա, տեսարան կա, ոնց են ասորեստանցիները գինի գերեվարում Հայաստանից։ Урարտական ժամանակաշրջանում։ Հա։ Գինու գերեվարման տեսարանա գերիների հետ համատեղ, դա մոտավորապես, եթե չեմ սխալվում, Աշուրբանի ժամանակաշրջանն է, գերեվարման տեսարանա, գերիները գնում են, գերեվարվում են եւ մեծ սայլի վրա գինու կարասա տեղակայված, գինու գերեվարումն էլ է տեղի ունենում, բնականաբար տեղափոխում են եւ հիշատակում են մի շարք արձանագրություններ, օրինակ Սարգոնի մոտ հիշատակում, որ հայ մառաններում այնքան գինի էր հեղում, ոնց որ անձրևի նման գար, sense մի շարք sense հետաքրքիր արձանագրություններ կան։ Սարգոնը իհարկե դա իր դաժանությունը հերոսի նման է պատմում, բայց գոնե այդ պատմությամբ մենք կարողանում ենք իմանալ, թե ինչ է եղել Հայաստանում, մուծածիրի տաճարի մասին ենք իմանում, Սյունազարդ, որը հետագայում հելենիստական ժամանակաշրջանում մտավ նմանության ինչ-որ բաներ կան, հա, բայց փաստորեն Սարգոնը նաև կարևորել է գինին։ Այո, միանշանակ բոլորը տարածաշրջանում կարևորել են հայկական գինին։ Միշտ իրանց արձանագրություններում Ասորեստանին շատ է հիշատակվում էլի հայկական գինու։ Ոչ միայն նրանց, մենք օրինակ Թանգարանում մի հատված ունենք օտար աղբյուրները հայկական գինեգործության մասին, սկսում ենք Սարգոնից, բնականաբար, եւ գալիս հասնում ենք, ասենք, թե Քսենոֆոն, Հերոդոտ, Ստրաբոն, ավելի ուշ ժամանակաշրջանները, ովքեր հիշատակել են, եղել են Հայաստանում։ Հերոդոտը մասնավորապես հիշատակում է որպես պատմահայր, որ հայերը կառուցում էին կլոր նավակներ եւ Տիգրիսի Բաբելոնի գետնի վեր, իվայր, ներողություն, լցնում էին գինե տակարտիկերը եւ իջեցնում էին դեպի Բաբելոն եւ առևտուր էին ունում, առևտրի մասն է հիշատակում, ու շատ հետաքրքիր է մինչ օրս Հերոդոտի հիշատակած նավերը մինչեւ 1930-ական թվականները արաբները Տիգրիս գետի վրա օգտագործել են, լրիվ մեկը մեկի հիշատակած Հերոդոտի նավերն են։ Ասենք ինչից են պատրաստվում։ Իրանք պատրաստվում էին կլոր նավակներ էին, փայտաշեն, բայց բիտում կար, հիշատակում է, բիտում այդ ասֆալտին փոխարինող բանն է, նյութն է, արմավի ճյուղեր էր օգտագործված եւ արաբները նրան անվանում էին գուֆա թարգմանվում է զամբյուղ։ Այնտենց կլոր նավակներ են, մինչև 1930-ական թվականները օգտագործվել են, լավ հետաքրքիր արխիվային լուսանկարներ կան համացանցում։ Քսենոֆոնը Անաբասիսում հիշատակում է, որ նահանջում էին Պարսկաստանից եւ Հայաստանով պետք է անցնեն եւ նվաճում էին Հայաստանը բնականաբար, այսպես նենց չէր շատ բարի է նկարագրվում, ինչպես բոլորս պատմում ենք, որ գիտեք, նենց չէր հրճված տուրիստի նման կարգավիճակով եկել էր գինի փորձելու, այլ հակառակ եկել էր նվաճելով անցնում էր մի շարք հայկական նահանգներ եւ մասեր։ Եվ հիշատակում է, որ մի շարք ուտեստների հետ միասին շատ հետաքրքիր գինի էր կրատերներում, որտեղ հայերը ձողիկների, եղեգնյա ձողիկների օգնությամբ ամփում էին գինի։ Գարու գինի է հիշատակում, գարու հատիկներ են հիշատակվում։ Դա գարեջուր թե գինի։ Դե ասում են գարեջուր, բայց կա գարու գինի, այսպես ասվածը, որ իմիջելոց բանի մառաններում Կարմիր բլուրի էլի գտնվել են
գարու մնացորդներ, եւ ենթադրվում է, որ հենց գարեջուրել են էլի այնտեղ պատրաստել եւ գարեջուրի ուրարտական ժամանակաշրջանը։ Հենց իր ժամանակաշրջանից 7-6 էլի Քրիստոսից առաջ, հենց Կարմիր բլուրի ու գարեջրի անոթներ կան գիտության մեջ, այսպես փաստված, ընդունված սիգարաձև անոթ, հենց է կոչվում, սիգարավիդնի սասուդի, որոնք հայտնաբերվել են էլի Կարմիր բլուրից եւ ենթադրվում է, որ հենց գարեջուրել են էլի պատրաստված, բայց Քսենոֆոնի հիշատակածը արդյոք գարեջուրեր թե գինի, ասում են գարու գինի էլ կա, չգիտեմ դա որն է մասնավորապես, բայց չգիտեմ։ Քսենոֆոնը չէ պատմում, որ նույնիսկ աղջիկները կանայք մի քանի լեզուների են տիրապետում եւ այս թարգմանչի հետ հնարավոր նրանց հետ շփվել։ Այսինքն քաղաքակրթության մակարդակի զարգացվածության, այո, ուտելիքներն հիշատակում շատ հետաքրքիր, նապաստակների տեսականիներ ինչ որ շատ։ Իսկ Ստրաբոնն ինչ էր ասում։ Ստրաբոնը ասում է շատ բարձր մակարդակի գինիներ են կարճ անդրադարձել շատ անդրադառնում է ձիերին հայկական լեռնաշխարհի ինչքան ճկուն են ձիերը նաև մի շանս կարճ հիշատակում է էլի այդ կենտ բանը տենց էկոնոմիկայի զարգացվածությունը Հայաստանի իսկ հետ հելենիստական շրջանում ունենք հիշատակած մեր գինիների մասին տենց առանձնապես չունենք արդեն հիշատակություններ ունենք միայն փաստված որոշ արտեֆակտներ արտաշատի պեղումներով մի շարք գինու հետ առնչվող անոթներ ունենք շատ հետաքրքիր գտնված այդ նույն օրինախոյաները հազարավոր տասնյակ հազարավոր արդեն մեգապոլիս է արտաշատը օրինակի համար եթե բանը Պարթենոնը Միշնաբերդը շուրջ 60 հեկտար է կազմում արտաշատինը 360 հեկտար է կազմել ինչքան շատ ավելի մեծ է եղել չափսերով էլ ինքը մեգապոլիս է շատ զարգացած է եւ ներկրվել է գինի եւ արտահանվել է գինի ունենք վկայություններ են մի շարք հելնիսական ժամանակաշրջանում շատ արդեն ուրիշ աշխարհեր էլի դա գինու աշխարհը Ինչու էր գինին ծիսական այդ նշանակությունը յուրացրել կամ վերցրել կամ ինչի էր գինին այդ ծիսական նշանակությամբ արտադրվում արենից սկսած հետո տեսնում ենք նաև ավելի ուշ շրջանում նաև քրիստոնեության մեջ Դե ինձ թվում է որտեվ նախ գինին շատ հետաքրքիր խաղողը ինքնին շատ հետաքրքիր կյանք ունի ոնց է այդ ամեն ինչը տեղի ունենում այդ ամեն ինչը կախված չի զուտ ինքը հողն է Զուտ խաղող չի էլի տեսանք քաղեցինք, չէ, ասենք մարդ հասկացել է որ ջուրը հավաքվում, Հայաստանում էլ նենց չի որ անընդհատ անձրևներ կան, ոնց որ Եվրոպայում եւ այլ հատվածներում, ջուրը կուտակվում է ձյան տեսքով լեռնագագաթներում, որտեղ կան արդեն վիշապաքարերը եւ ակումուլյացիա է լինում հավաքվում է ջուրը ամենտեղ, չէ, ասենք ու միշտ վիշապաքարը ներկա են 3-րդ հազարամյակից ի վեր, ծկնակեր, վիշապակեր։ Չէ, ավելի հին 4-րդ հազարամյակից էլ կա։ Եվրոպացի, գերմանացի գիտնականները մինչև 6-րդ հազարամյակ են մեր թվարկությունը։ Մեր վիշապաքարերը, դա իրանց գործն է ամենայն դեպս վիշապաքարի ներկայություն հետո ջուրը արդեն աստիճանաբար ակումուլյացիա լինում սարերում լեռներում իշնում արդեն Արարատյան դաշտավայր սկսում է սնել խաղողի այգիները չէ ոչ միայն Արարատյան դաշտավայրում եւ արև ջուր բնություն մարդ sense ինչ որ համադրությունը շատ գեղեցիկ լինում ու շատ խելացի բույս է որպես այդպեսին ինքը շատ ցանկացած բույսները չէ կարան խոսենք բայց խաղողը մի քիչ ուրիշ ձևի է էլի որտեղ կենաց ծառի պատկերացումները թե սկսած Ուրարտում թե քրիստոնեության ժամանակաշրջանում ու ստանում ես մի հեղուկ որը ունի կարմիր գույն նաև հիմնականում սպիտակա չէ լինում կարմիրից բայց կան չէ արենին որ ճոզում ես կարմիր հյութ ունի կարմրահյութ խաղողի տեսակ է եւ այլն Ինձ թվում է տենց մարդը խմել է, դե պարզ է ալկոհոլի ազդեցությունն էլ է եղել, մարդը սկսել է ուրիշ ձև ընկալել աշխարհը, չէ՞ մի բաժակից ուրիշ բան է մենք հիմա խմում ենք, որտեղ գենետիկ կոդի մեջ մեր արդեն մեր պապերը, մեր սովորել է մեր օրգանիզմը։ Մեր նախնիների մեջ այդ կոդը արդեն գեներացված է, այսպես ասեմ, ժամանակակից լեզվով, ինչ ժամանակին մարդու մեջ կոդը չէր գեներացվել, ինքը խմել է իր պրիզման փոխվել է։ Ասել այ մարդ, ինչ հետաքրքիր է, աշխարհին սկսել ուրիշ ձև նայել, էլի միանշանակ ու տենց ինձ թվում է մտել է ծիսա կատարությունների մեջ, չէ։ Իսկ կարող էր ուղղակի գինին լինել այն լավագույնը, որը մարդը կուզենար մատուցել աստվածներին, որպես լավագույն բան, որը աստվածներին վայել է, հենց այդ սկզբունքով մատուցել։ Նաև դա, բայց նաև այն հանգամանքը, որը ասում եմ, անարյուն զոհ մատուցելու, ինքը արյան նման, Քրիստոսի արյուն, չէ։ Ինքը նաև այդ համատեքստում է շատ հետաքրքիր, նաև ձեր ասածը երգ է։ Ավելի բան է, ոնց ասում, ավելի տենց հումանիտար։ Այո, ավելի չեսնիվ խմիչք է, էլի, ավելի ազնիվ խմիչք է ավելի շատ։
ազնիվ մետաղ, ազնիվ խմիչքը բնականաբար գինին է, էլի խաղողը։ Երբ որ ասենք հայկական գինու պատմություն, ինչ ասոցիացիաներ են ձեզ մոտ գալի եւ ինչն եք դուք առաջին 3 նախադասությամբ մարդկանց ասում։ Արենիկ Հարանձավն է առաջինը գալի մտքից, ճիշտ ասած, ու հետո լիքը բան։ Տենց Արենիկ Հարանձավը որպես շատ ես ինքս հնագետ լինելով շատ բաներ է գալի մտքից, գալիս է Արտաշատը նաև առաջի հերթին, որտեղ այնտեղ եմ աշխատում։ Ու վերջերս շատ հետարքի մի բան գտանք անոթի բեկոր, որի վրա արձանագրություններ գրած վիվիտ կենաց թարգմանվում լատիներից, գինու թաս պետք է որ լիներ, էլի։ Ես անընդհատ բաներ ասել, տենց մեծ թասի, մեծ ծավալի բանը։ Փոքրիկ թաս էր, գավաթ էլի, տենց շատ հետարքիր էր ու լիքը ասոցիացիաներ է գալի։ Արենիկ Հարանձավ ու լիքը ասոցիացիաներ, Ագարակ, չգիտեմ, Արտաշատ, Երևանդաշատ, չգիտեմ, ասենք Միջնադարան մի շարք ամրոցներ, հիշատակություններ գինու, բաներում արձանագրություններում, վիմագիր արձանագրություններում, մի առանձին աշխարհ։ Մինչև անգամ վիմագիր արձանագրություններ ունենք, անեցքի բանաձևեր տաճարներում մեր, ով խափանեց այգիս, եպիսկոպոսած նզովքով նզովյալ է, օրինակ, եպիսկոպոսների նզովքին արժանի, ով խափանեց այս այգին, ով նվիրեց, ով նվիրատվություն անեց, մի բաժակ գինի, մեկ բաժակը նկատի ունի, ասենք, մեկ հսկայական այգիի մասին է, անց հետարքիր բաներ կան, էլի շատ, ցախած քարում կա, Վայաձորի այդ արձանագրություններից նույն։ Վիմագրական արձանագրություններից ու իմիջիալից մեր թանգարանի կայքում մի հատ շատ հետարքիր հատված ունենք գիտություն եւ արվեստ, որտեղ հարամատչելի ձևով հոդվածներ են տեղակայվում գինեգործության, խաղաղորդության վերաբերյալ։ Ունենք նաեւ օրինակ հենց վիմագրերի մասին հարցրեցիք, մեր հանդիսատեսը, ասենք, չգիտեմ, կարա մտնի, կարդա անպայման շատ հետարքիր հոդվածներ են տեղադրում։ Սասունում գինեգործությունը Արցել ենք մարզերին, ուսումնասիրում ենք ազգագրական տվյալներ, հետազոտություններ, բանահյուսության մեջ գինում։ Սասունում այդ բարձր լեռնային գործերում ունեցել են շատ հետարքիր կենացներ են ունեցել։ Այնտեղ հենց պատրաստել են, թե այնտեղ ուղղակի սպառել են այսպես ասած։ Պատրաստել են իրենց խաղողներ ունեցել։ Խաղողը հայերի նման է, էլի մի քիչ։ Տենց ամենտեղ ապրում է, տենց ամենտեղ, ոչ թե ամենտեղ, բայց մի քիչ մոտ տենց ասոցիացիա կա, էլի շատ տիպիկ հայկական ոնց որ լինի ինքը, էլի։ Դուք կենացարի հետ համեմատեցիք բան խաղողի ծառը, մենք ունենք այդպես պատկերագրություն, որտեղ դրախտի կենաց ծառը խաղողի տեսքով լինի։ Հենց պատկերագրություն թե դրախտինա չգիտեմ, տենց հստակ չեմ կարող ասեմ, բայց 4 դարի մի բարավորի քար կա, պատմության թանգարանում պահվում, որ Դվինից է հայտնաբերվել, պատկերված է բարավորը դա մուտքի վերևի հատվածի քարն է, խաղողի ամբողջությամբ տեսարանն է, խաղողի վազեր են եւ մարդիկ խաղողի վազերի չափ են։ Այսինքն դրախտն է, այսպես քիստոնացիոն այլաբանական պատկերացումներ են, չէ՞, դրախտը որպես խաղողի այգի, չէ, հիշատակված է։ Քրիստոսը որպես ճշմարիտ որդատում եւ այգեպանը հայր Աստված տենց երրորդությունը տենց է բանարվում են։ Դրա համար չէ բանը Դավիթ անհախտ ասում է թանգարանում եմ հաստատ ասել, բանը օրհնյալ ես փայտ դու իմանալի հնձան, փայտ սուրբ իմանալի հնձան, քանզի քեզ վրա ինույնում երկնային ճմլեցավ, այսինքն Քրիստոսի խաչապայտը հնձան է երկնային, որի վրա ողկուզը ճզմվեց եւ արունը գետավ մաքրել։ Այո, այդպես բացատրել։ Դրա համար միանշանակ կենաց ծառ ինքը շատ տեղեր կա, մասնավորապես Վաղմիշնադարան եկեղեցիներում, տաճարներում, երերույքում կա հանդես են գալի խաղողի վազերը։ Ամենավաղը ասեմ աղցքի դամբարանը, աղցքի արշակունյաց դամբարանում, այդ կլոր հավասարաթև խաչի հարավությամբ այդ խաղողներն են կախված եւ աղավնին։ Կրուքս մոնոգրամատիկան։ Մենք նաև Աղթամարի եկեղեցու այդ զարդագոտի վրա ունենք ինչպես է թագավորը որպես այկեպան պատկերաքանդակված, չէ՞։ Արծրունին, Գագիկ Արծրունին, որ վերջում վայելում է գինին, ամբողջ ընթացքն այդ ռեգիստրների վրա, ворթատունքից սկսած, հողային աշխատանքներից, ամեն այդ ավանդույթներով, բաներով, սա շատ հետարքիր է ներկայացրած է ու վերջում Գագիկ Արծրունին վայելում է գինին, էլի, այդպես շատ հետարքիր է 10-րդ դար Մանուել ճարտարապետ։ Իսկ մենք իրավական դաշտում ունենք կարգավորումներ գինեգործության ոլորտի վերաբերյալ, որտեղ տարբեր իրավակարգավորումներ ունենք տարբեր ոլորտներում։ Հիմա թե ժամանակին։ Չէ, ասենք դատաստանագրքում Գոշի մոտ ինչ են ասում, Գոշի մոտ եղել է շատ հետարքիր փաստեր կան, որ մարդ կարող օրինակ խաղաղ ուտի այնքան, գողություն ինչքան չի համարվում, ինչքան ստամոքսում տեղավորվում է։
Դե արդեն նայած մարդ նայած տամոքս իհարկե, ասենք եթե կարասա գնել, կարասը ծակա, ասենք թե պարտավորա վերադարձնի, որոշ sense կարգավորումներ կան, անգամ հարբած ժամանակ մարդը ինչ որ կռիվներ մտնելու մեջ նման ինչ որ անմեղսունակության հանգամանքավորն է։ Մենք ունենք ինչ որ պահպանված տեխնոլոգիաներ, որ կկարողանանք վերականգնել հնարավորինս հին գինու բանաձևեր։ Դե տեխնոլոգիան որպես այդպեսին նենց չի որ շատ եսի ինչ բարդ ինչ որ տեխնոլոգիա, վերջը խաղողա, որ խաղող ունես խաղը պետք է ինչ անես ճզմես, ճզմած խաղը պետք է պահես կարասներում, օրինակ, դա է ամենահին տեխնոլոգիան։ Հա, բայց դա ինչ խմորիչներ կօգտագործես, չէ՞։ Դե կարաս չօգտագործես խմորիչ։ Խմորիչ չես, խմորասնկերը, ասենք թե բնական խմորասնկերը արդեն կան, սկսվի ասենք process-ը եւ ստառնա ինքը ոնց է եղել ժամանակ, առագաստի վրա ճզմել են, առագաստի տեխնոլոգիան հիմնականում։ Հյութը հոսել է համապատասխան խողովակներով դեպի գուբ։ Գուբում ածտոյնիկն է, այսպես ասած, եւ համապատասխան անկյան տակ լցվել է գուբից դեպի տաքարներ։ Տաքարում արդեն սկսվել է հնեցումը գինու։ Մոտ 2 շաբաթ տեղակայված է եղել գինենյութը տաքարում, հետո տեղափոխվել են արդեն մառան, եւ արդեն սկսեցին հնացնել մառանում, կարասների մեջ։ Տաքարն է որպես այդպեսին ինքը քարաշեն է, բայց ներսում ինքը բան է սվաղապատ է։ Ինչով էին սվաղում, կավով։ Կարա սվաղով, չէ կավով չէ, կիրով, հանգցրած կիրով էլի։ Որ ինչ լիներ։ Աշխատում էին։ Չէ, ուղղակի որ կիրը բան է, էլի ավելի տենց չի թողում որ հեղուկ դուրս գա էլի, տարածք ինքը քարաշեն են այդ գուբերը ու տաքարները, որովհետև մեծ քարից չէին կարող անմիջապես տաշեին։ Հետո կարա սվաղով պատված էր, կիրն է ինչքան իմանում եմ, բան չի, ռեակցիայի մեջ չի մտնում էլի գինու հետ։ Դրա համար 2 շաբաթ թողում էին, որ սկսում էր ընթացքը գինու արդեն հնեցման, տեղափոխում էին արդեն կարասների մեջ պատրաստի։ Դեռ արդեն հիմա այդ նույն տեխնոլոգիան լինելու է մեր մոտ էլի, թանգարանինքից է թնձանում։ Ողկույզերը արդեն կարասների մեջ չէին լինում։ Կարասների մեջ մենակ արդեն ողկույզները արդեն բանի հաշվին իջնում է ներքև էլի։ Բայց կային կարասների մեջ այդ ողկույզները, թե մենակ հեղուկն էին լցնում։ Նայած, կարմիրի դեպքում ողկույզները լցնում են հիմնականում, բայց այդեն մնացորդ այդ կեղևները էլի ավելի շատ որ գույնը տալիս է կեղևից է, չէ, ավելի շատ վերցնում գույնը։ Ռոզեն միջև օրս ոնց է պատրաստվում։ Կեղևը ուղղակի շուտ են հանում, դրա համար այդ ռոզե գույնն է ստանում են գինը։ Իսկ կախանի մեթոդի մասին ինչ որ բաներ ունենք, մենք հայտնի։ Ոնց են իրականացրել, չէ, էլի չունենք ժամանակ, չէ, դրանք բաները չենք ունենա։ Գործիքներ ունենք, ասենք, էտելու ոնց է իրականացվել, բան, այդ նույն այսօրվա որտեղ ունենք դրանց մասին հիշատակություններ։ Հիշատակություն չունենք, հենց հնագիտարեն փաստված ունենք։ Գործիքները կան արդեն։ Ինչից էին պատրաստված։ Մետաղից։ Մետաղական երկաթից պատրաստված։ Էտելու համար գործիքներ են։ Նախատեսված գործիքներ, կերա ձև գործիքներ են, որոնք sense հետման համար նախատեսված։ Դա անգամ պատկերված են մանրանկարներում։ Ձեռագրեր կան, որտեղ պատկերված է այդ հետման գործընթացը, էլի ոնց է իրականացվել, շատ հետաքրքիր է։ Ձեռագրերում ամենահին հիշատակությունը երբ գինու մասին, այ դա չեմ կարող ասել, հենց երբ է հիշատակվում։ Պետք է որ ինձ թվում է հենց ամենավաղ ձեռագրերից է 9-10-րդ դարի ձեռագրերում են լինեն, էլի։ Պատի որ Աստվածաշնչի մեջ հա, բայց ասենք գինու պատրաստման կամ ինչ որ բանի մասին։ Շատ հետաքրքիր է այդ գինու պատրաստման, չէ, մի քիչ ավելի ուշ են։ Եթե հաշվի առնենք Ամեր Դովլատ Ամասեցիով բան, այդպես ավելի բժշկարանները, այնտեղ շատ հետաքրքիր ինֆորմացիա կա, որ դեռևս լիքը բան բացահայտված էլ չի ուսումնասիրված, շատ 1%-ն է գրեթե ուսումնասիրված, բայց աշխատում են համատենադարանի մեր գործընկերները, շատ հետաքրքիր է իրականում, բոլորին վերջերս է իրենք շատ հետաքրքիր խմիչքներ ստեղծեցին։ Այո, դրա մասին դեռ պիտի խոսենք ինքնության տաղավարում, արքաներին մատուցվող բալասանները։ Մենք համատեղ Մատենադարանի հետ իրականացրեցինք նաև երկու խմիչքի պրոյեկտ, սիրելից եւ խնդալից, եւ սարքում ենք այդ միջնադարյան տեխնոլոգիայով այդ խմիչքները։ Խնդալիցը հիշատակվում է Ամեր Դովլաթի մոտ, որ առնում ես SSS բույսերը գինու հետ, ավելի քան 28 բույս տեսակի։ Ստանում ես մի խմիչք, որը սիրտը ուրախացնում է, միջալոց Ամեր Դովլաթ Ամասեցին ասում է գինին առհասարակ միակ խմիչքն է, որ սիրտը ուրախացնում է։ Եվ մյուս խմիչքը սիրելից, որը գրած է Վասն զորած մերձավորության։ Այսինքն որ խմում ես, կարաս ասում է ժկին ունենաս, էլի, մի քանի շատ հետաքրքիր է, էլի։ Ու այդ ամենաշատ տուրիստների կողմից սիրված պրոդուկտն է մեր մոտ գալիս են, եւ արդեն սուվենիրներ ունենք, արդեն վաճառում ենք, այո։
Թանգարանում պատրաստում ենք, այո, եւ վաճառքի ունենք նաեւ։ Այսինքն Ամիր Դովլատ Ամասացին չէր արգելում գինին, չէր ասում ճնշում կբարձրացնի կամ առողջության վրա վատ կդառնա եւ ասում էր սիրտը ընդհակառակն ուրախացնում է։ Ինքը օգտակար եւ չօգտակար որոշ բաներ կան, էլ ինքը ասում էր ոնց խառնես, ինչ անես, ինչ աչքերի մեջ, միջև անգամ ականջի, ցավերի, բոլոր օրգանները նկարագրում Ամիր Դովլատը, ինչ ոնց ինչ բուժես, ու շատ գինու օգտակար հատկությունների մասին է հիշատակված։ Դե բնականաբար նայից չի, բնական է, բոլորս հասկանում ենք, եթե էտանոլ կա մեջը, չի կարա օգտակար լինի, երբ նաև հակասեպտիկ չէ, մաքրելու առումով ինչ որ մի բան, եթե ուզում են վիրուսազերծեն, վնասազերծեն, գինով լվանում են նաև, եթե չեմ սխալվում։ Այո։ Դրա մասին ունենք ինչ որ հիշատակություններ։ Ամիր Դովլատի մոտ է, Ամիր Դովլատի մոտ է միայն։ Տենց ձեռագրերում է հիշատակում, ոչ միայն Ամիր Դովլատի, էլի կան միջնադարյան բժիշկներ, հետազոտողներ, բայց հիմնականում տենց ավելի հայտնի Ամիր Դովլատի աշխատությունն է, էլի։ Հերացին կա, չէ, ասենք։ Դուք պատմեցիք, թե ինչպես էին ասորիները գերեվարում գինին, ավելի ուշ շրջանում, ավելի ուշ գերեվարման մասին կամ մեծարման մասին ինչ որ հիշատակություններ ունեք։ Ավելի շատ ասում եմ, մեր պատմության ամբողջ ընթացքում ամենաշատը urարտական ժամանակաշրջանն է, որ գինով փայլում է, ամենալավ գինու սոմելիեներն են միշտ ասել եմ, ֆանտաստիկ սոմելիեներ են եղել ու տարածաշրջանում էլի, ասենք մարդ չկա, մենակ դրա համար գերեվարում էին էլի։ Ինչ հետարքիր խմիչք էին ստանում, под названием վինո էլի։ Բայց հետո նաև տեսնում ենք, որ վանքերում ունենք գինեգործարաններ, վանքերի վանական համալիրների։ Դե դա արդեն եկեղեցապատկան, արդեն դա մեծ արտադրությունների մասին չի խոսքը գնում, էլի, գիտական նշանակության համար պիտի օգտագործեն։ Այո, լիտուրգիաների, ծեսերի ժամանակ օգտագործող գինին է եղել։ Մինչ օրս որ Վրաստանում կա վանականությունը եւ վանական համալիրների կողքը զետեղված գինու արտադրությունները, մերը չկա, շատ քիչ էր։ Ժամանակին էլ շատ ունեցել ենք, առաջինը գիտեք ամենավաղը Զվարթնոցին կողքը տայեցու կառուցած հնձանն է 7-րդ դարով թվագրվող հսկայական սրբատաշ քարից պատրաստված, որը վերջերս իմիջիալոց վերականգնվեց մասնակիորեն կոնսերվացվեց։ Մյուսը վաղ շրջանից արդեն գալիս են դադիվանքն է, հաղպատն է, որ ունեցել է կից, բայց տենց որ ասում շատ են չեն կից ունեցել էլի մեր Հռիփսիմյանց գայանց կույսերի հետ կապված էր գալիս են հնձաններում են այդտեղ ինչ ինֆորմացիա, բայց քիչ է եղել էլի հնձանը երկու հարկ է եղել հիշատակում որ Հռիփսիմյանը տեղը նահատակվել ու պահկվել էր սկզբից, հետո նահատակվել էր, պեղումներով բացահայտվել է, այս վերջերս էլ կարծեմ այդ տարածքում ինչ որ կարասներ գտան հնագետները, փրկարարական պեղումներ իրականացվում։ Այդպես, բայց որ ասեմ, տենց շատ տարածական բնույթ է եղել Հայաստանի մի շարք եկեղեցիներում պարտադիր ունեցան, ոչ։ Ավելի շատ չեն ունեցել, այսքան եկեղեցի ունենք, ավելի շատ քիչ է եղել, էլի։ Եղել են, ասում արձանագրություններ գրեթե ամեն եկեղեցի ունի նվիրված այս կամ այն այգին, որը ամբողջ բերքը նվիրվում է, ասենք բերքից ստացած գինին, եկեղեցու պատարակի գինու որպես SSS մարդու, չգիտեմ, կամ մյուսից բան։ Իսկ կարող եք ասել, թե խաղողի ինչ տեսակներ են օգտագործել գինու համար կամ արդյոք urartakanից սկսած կամ նախաուրարտականից սկսած հետո հետազոտվել է բաները, կորիզների ըստ խաղողի հետազոտության կարող ենք ասել իհարկե, կա եղել այն խաղողներից, որ մինչ օրս հայճում է, կարծեմ ոսկե հատ կար բանում, կարմիր բլուրի պեղումներով, եթե չեմ սխալվում։ Դա արդեն ամպելոգրաֆիկ հետազոտությունն է, ամպելոգրաֆիայով արդեն կենսաբանության ինստիտուտն է զբաղվում, իմիջիալոց վերջերս շատ լավ աշխատություն հրապարակեցին, պարզվում է արենի տեսակը ունի ավելի քան 30 տեսակի կլոն։ Կլոն Հայաստանում։ Այո, Վայոց շրջանում արենին ունի 30 տեսակ կլոն։ Իրա ենթատեսակներ։ Իսկ երբ արենի խաղողը չի նշանակում մի տեսակ։ Այո։ Շատ հետարքի խաղողի տեսակներ կան, հատիսի խաղողի տեսակներ կան, որ հատիս լեռան վրա է հայտնաբերվել, ամենավաղ խաղողներից է համարվում, որ համարվում է նաև մայր արենին, ենթադրվում է, ասենց հետազոտություններ էլ կան, հատիսի է կոչվում։ Այդ որ ասում ենք վաղին ժամանակաշրջանը։ Չեմ կարող ժամանակաշրջանը ասեմ, բայց ըստ կենսաբանների ասում էին իրանք, որ ամենավաղ այսպես մայր խաղողը այդ հատիսին է գալիս, որ նոր հետո ինքը
տենց տարածումա դեպի Արենի բանեն։ Մշակովի խաղի մեջ ամենավաղ թե վայրի տեսակների մեջ է։ Կարծեմ մշակովի տեսակի ինքը ոնց որ հենց ատիս լեռան գագաթումը հայտնաբերվել։ Ես հաճախ իմ հյուրերին հարցնում եմ, թե որոնք են հայկական ինքնության 3 հիմնասյուները։ Հիմա եթե հնագետ, գինեգետ հայկին հարցնեմ 3 հիմնասյուները որոնք են, ինչ կասի։ Հայկական ինքնության 3 հիմնասյուրերը՝ պատմություն, լեզու եւ երաժշտություն։ Տենց ես կասեի, հա։ Իսկ մշակութային ինքնության մեջ գինին ինչ որ մի կերպ կտեղավորվի։ Ամեն ինչում կտեղափոխվի։ Ամեն ինչում ինքը կա, էլի։ Ես sense հիմնասյուները ուղղակի ասացի, էլի։ Ինչ ասիկ, պատմություն, լեզու եւ երաժշտություն։ Մշակույթը չէ։ Դե դա արդեն մշակույթ է այդ երեքը։ Կդուրեմ մեկը պետք է ասեի։ Եթե մեկը ասի, կապ կլինի մշակույթ։ Եթե իրար գումարեն կդառնա մշակույթ։ Ինչի որ սիկ զբաղվել գինու պատմությամբ։ Գինու պատմությամբ դա շատ որպես հնագետ հետաքրքիր էր, ոնց ինչ ոչ միայն գինու պատմությամբ եմ զբաղվում, բայց դա ուսումնասիրություններից մեկն է եղել։ Հնագետ լինելով էլի միշտ հետաքրքրել է գինել, միշտ սիրել եմ ու փորձում եմ միշտ հարճակել հնարավորինս չափ, որ մարդիկ ավելի հետաքրքրվեն, թե առաջինը իհարկե մեր հայ ժողովուրդը էլի, իհարկե նոր հետագայում արդեն զբոսաշրջիկները։ Իսկ դուք ինքներդ գինի սարքում եք։ Ես ինքս չեմ սարքել, երբ փոքր ժամանակ հիշում հայրս դելի տենց ոդքերի տեխնոլոգիայով ինչ որ բաներ արել ենք եղբորս հետ, բայց անձամբ ես չեմ սարքել։ Տղամարդիկ կարող էին ճզմել, թե պիտի դերատե աղջիկներ լինեին գինին ճզմողները։ Հենց տղամարդիկ էին հիշատակում, գիրգվաստակոցում, հենց ինչպես նշեցի, տղամարդիկ պետք է գինին սարքեին, որտեղ գինը մտնում էր, գինին վերածում էր ջրի։ Բա որտեղից է եկել այդ մյուս կարծատիպը, որ դերատե աղջիկներ պիտի տրորեն։ Ճիշտն ասած Որտեվ հիմա ասենք նաև փառատոների բանի ժամանակ տեսնում ես աղջիկների։ Դե ավելի էսթետիկ են կանայք սխմում, ճզմում, ավելի գեղեցիկ ոտքեր ունեն բնականաբար։ Ու իշատակում ասում ոչ միայն պետքա մարմնով մաքուր լինի այդ տղամարդը ճզմը, այլ նաև հոգով հագուստներ պետքա չունենա, այսինքն անգամ ոտքերին էլի ազատված լինի։ Եվ տենց տղամարդիկ են իրականացրել, չգիտեմ։ Բայց նաև ազգագրական հետազոտությունների ըստ որոշակի, եթե բանը ինչ-որ որտեղ կարդացել էի, որ Արցախում անգամ օղի քաշելուց ավելի շատ կանայք են համարում լավ օղի քաշողները, որովհետև տղամարդիկ որ օղի քաշում էին, արդեն մի քիչ ավելի շատ էին փորձում այդ օղին, հետո մոռանում էին արդեն որ պետք է լավ հետևեն էլի օղին։ Հետո կանայք այդ առումով ավելի ուշադիր են եղել են։ Հետաքրքիր է որ հացի մշակույթում տղամարդկանց տաբուներն են շատ, ասենք թոնրատուն չի կարելի գնալ հացի այդ process-ին մասնակցել, գինի պատրաստելու ժամանակ էլ տղամարդկանց այսպես մենատիրությունն էր, բայց եթե ասում ենք գինի, ինչ ենք պատկերացնում, գինին տղամարդ պիտի լինի թե կին։ Իմ համար տղամարդ ինձ համար, եթե սարքողը տղամարդ все-таки։ Ես իմ տղամարդ պիտի լինի։ Տղամարդ պետք է լինի, բայց գինին պետք է կնոջ հետ խմես։ Կամ գոնե ձոնես կենացները։ Այո։ Ուզում ձեզ հաջողություն մաղթել, առաջիկամ հուսամ առիթ կլինի ձեր թանգարան գալու եւ նոր բացահայտումներ ունենալու։ Շնորհակալություն Հայկ հետաքրքիր շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ իմ ունկնդիրներին եւ ակնդիրներին, որ այսօր ինքնության տաղավարում գինու պատմությունն ենք փորձում բացահայտել Հայաստանի գինու պատմության թանգարան հիմնադրամի տնօրեն Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հայկ Գյուլամիրյանի հետ։ Շնորհակալություն ձեզ շատ։ Շատ շնորհակալ եմ։ Ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։